Ես Աշուղ Ջիվանին եմ, հայկական լեռների թափառող երգիչը։ Իմ իրական անունը Սերաֆիմ Մանգասարով է, բայց ժողովուրդը ինձ Ջիվանի էր կոչում, որը հայերեն նշանակում է հոգով երիտասարդ։ Ես ծնվել եմ Ախալքալաքում, աղքատ ընտանիքում, եւ մանկուց գիտեի կորստի դառնությունն ու հայրենի հողի քաղցրությունը։ Երիտասարդությանս տարիներին ես հետևում էի մեծ աշուղների հետքերով։ Ես վերցրի քամանչան եւ սկսեցի երգեր հորինել, որոնք բխում էին սրտից։ Իմ աշխատանքը անբաժան էր կյանքից։ Ես երգում էի սիրո, հասարակ մարդու ճակատագրի, օտար երկրներում ցրված մեր ժողովրդի ճակատագրի մասին։ Իմ երկար կյանքի ընթացքում ես հազարավոր կիլոմետրեր եմ անցել։ Ես ելույթ եմ ունեցել վրաց իշխանների արքունիքներում եւ հայ գյուղացիների գոմերում։ Ինձ համար բոլորը հավասար էին։ Իմ աշուղու ճիչը երգը դարձավ մի ամբողջ սերնդի ձայնը։ Ես հեշտ կյանք չէի փնտրում։ Ինձ հետապնդում էին իշխանությունները, ձեռագրերս անհետացան, բայց ես շարունակեցի բանաստեղծություններ գրել այն մասին, թե ինչպես է քարը հիշում նախնիների քայլերը, թե ինչպես է լուսինը հավասարապես փայլում Երևանի եւ Կոստանդնուպոլսի վրա։ Ես սովորեցրել եմ, որ աշուղական արվեստը արհեստ չէ, այլ կոչում, լինելու ձայնազուրկների ձայնը։ Այսօր ես լսում եմ իմ երգերը, դեռևս հնչող լեռներում։ Իմ տողերը փոխանցվում են բերանից բերան, իմ մեղեդին նվագվում է հարսանիքներին եւ թաղումներին։ Ես ուրախ եմ, որ իմ խոսքը չմեռավ ինձ հետ։ Շարունակեք երգել, ստեղծած Աշուղ Ջիվանին միշտ ձեզ հետ կլինի, քանի դեռ քամանչան հնչում է եւ կրակը վառվում է հայի սրտում։